գալու է պահը, եւ դա պարզ դարձավ Երևանի ընտրություններից հետո, երբ որ գլոբալիստները կտեսնեն, որ իրանց դրածո Նիկոլը այլևս չի քաշում, հա, իր շլապայով, իր սրտիկներով, մենակ Նիկոլը չի, ընդդիմության մեջ էլ այդպեսի գնալով շատանում են այդպեսի ծիծաղաշար գործիչներ, ովքեր ասում են այնպեսի բաներ, որ ամբողջ հանրապետություն ծիծաղում է, բայց Նիկոլի պարագայում դա հստակ է, հա, նա ասում է բաներ, արդեն էմոցիաներին չի տիրապետում, իսկ էմոցիաներին չի տիրապետում, որովհետև հասկանում է, որ գնալով իր վիճակը շատ ավելի վատ թարանում է։ Հենց այսօր Հայաքվեն հուշագիր է ստորագրել միասնության թևեր քաղաքական նախաձեռնության հետ եւ միասնաբար են հանդես գալու համապետական ընտրություններին։ Կայացավ Չալաբյան եւ Թաթոյան համաձայնագիրը։ Ճիշտ ասած, դրանից հայ ժողովրդին ոչ տակ, ոչ սառը։ Ռոբերտ Քոչարյանի օրոք նրա քաղաքականությունը հետևյալն էր։ Մեր հիմնական բոլոր ստրատեգիական ենթակառուցվածքները եւ արտադրությունը բաժանել տարբեր արտասահմանյան ֆիրմաներին։ Կոնյակը տվեց ֆրանսիացիներին, մոլիբդենը սեփականացրեցին, վիոլա ջուրը, այսինքն ջրամատակարարման համակարգը տվեց ֆրանսիացիներին այդ վիոլային, հա, аэропорտը Արգենտինայի այդ հայ մարդուն, այսինքն մի համակարգին արտասահմանյան, բաշխիչ ցանցերը այն ժամանակ ուրեմն նույն այդ համաշխարհային բանկի պահանջով տվեցին էլի մասնավորեցման, ինչին մենք շատ խիստ դեմ ենք։ Գիտեք ինչ, իրական նպատակը ոչ միայն Նիկոլին հեռացնելը պետք է լինի, այլ պետք է լինի այնպիսի քաղաքականություն մշակելը եւ ստեղծելը եւ այսպիսի կառավարման ծրագիր, որը Հայաստանի հիմնական հարցերին կտա պատասխան։ Օրինակ հիմնական հարցերին այսօր եթե Նիկոլը անգամ տալիս է պատասխան, որի հետ մենք համաձայն չենք, ապա ընդդիմադիրները խուսափում են այդ թեմաներից։ Հիմնական հարցը այսօր Հայաստանի անվտանգության ապահովումն է, սահմանների անձեռնմխելիության պահպանումը, այդ Զանգեզուրի միջանց կոչեցյալի ուրեմն ապագան, հա, Ադրբեջանի պահանջները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ եւ սրանք հիմնական հարցերն են։ Ընդդիմությունը այսօր հիմնականում խոսում է այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ եկել են ինչ-որ ուրիշ երկրից, ուրիշ մոլորակից եւ տեղյակ չեն, որ հիմնական հարցը սահմանների հարցն է, անվտանգության հարցն է, որ թուրքը չմտնի։ Թուրքը չմտնի, չվերցնի Զանգեզուրը, չվերցնի Սևանը, չմտնի Երևանի կենտրոն։ Սա է հիմնական հարցը, բայց ընդդիմությունը այդ հարցին կարողանում է պատասխանել։ Առաջարկում ենք եւս մեկ անգամ։ Եկեք հավաքվեք բոլորդ մի ցուցակի մեջ։ Արդեն հայտարարել են, ասում են խոշոր դաշինքներ ենք ձևավորում եւ նույն Հայաստան դաշինքը Դրա համար այդ իսկ պատճառով Նիկոլը կվերընտրվի այդ խոշոր դաշինքներ ձևավորելու արդյունքում։ Լոզունգը, որ մենք առաջարկում ենք ոչ Նիկոլ Փաշինյանին, այո Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, այդ լոզունգի մեջ ամեն ինչ ասված է, որտեղ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը ֆիքսում է Արցախը Հայաստանի տարածք է։ Ցեղասպանությունը մեր միջազգային արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն է։ Արարատը հայ ժողովրդի սրբազան սիմվոլն է։ Եկեղեցին ունի արտակարգ նշանակություն մեր երկրի համար, հատուկ դեր։ Հա, ամեն ինչ ասված է, մեր սահմանադրություն։ Եթե դուք դրան կողմնակից եք, եկեք միավորվենք։ Ոչ Նիկոլին, այո ՀՀ սահմանադրությանը։ Լոզունգի տակ էլ եմ ասում։ Եթե չեք կարող միավորվել, այդ դեպքում բարի եղեք, լսեք ձեր մասին ճշմարտությունը։